Ողջույն բոլորին, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ալիքին բաժանորդագրվելու եւ հետեւելու համար։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր մասնակցել են հարցմանը։ Ինձ թվում է 67 հետևորդից 7 հոգի որ մասնակցել են, 10%-ից ավել, այդքան էլ վատ չէ, 33 դիտում, համարյա կեսը, էլի լավ է, շատ լավ է։ Այսօրվա մեր թեման լինելու է smart money pattern-ների մասին, ինչ են իրականում իրենց ներկայացնում pattern-ները, ինչպես գտնել ճիշտ pattern-ներ մուտքի կետի համար, որտեղ դնել stop-ը, որտեղ դնել reward-ը եւ այլն։ Սկզբից խոսանք այն գրաֆիկաների մասին, որը որ ես ուղարկել եմ, ինչ է supply zone-ան, ինչ է demand zone-ան, օրինակ, հետո նոր անցնենք արդեն ռեալ իրական գրաֆիկա, որտեղ ես նախապատրաստել եմ շատ լուրջ զոնաներ, որոնք աշխատել են, զոնաներ, որոնք չեն աշխատել եւ ինչի չեն աշխատել, ամբողջը բացատրելու ենք քայլ առ քայլ։ Ուրեմն, ինչ է supply zone-ը։ Supply zone-ն ինքը կարելի ասել այսպես range-ի տեսք ունի, այսինքն տվյալ ակտիվը կրիպտոն գտնվում է կանալի մեջ, հարվածներ վերև ներքև ու դուրս է գալիս այդ կանալից, այսինքն նայեք 1 մոմով, 2-3 մոմով դուրս է գալիս։ Ուրեմն այստեղ այսպիսի հետաքրքիր մի հատ լայվ խակ, եթե ուզում եք որ supply zone-ան կամ demand zone-ան ճիշտ աշխատի, դա ասեմ, supply zone-ան դա այն զոնան է, որը ջարդում է դիմադրության մակարդակը վերևից, այսինքն դեպի ներքև, supply-ը վերաբերում է short-ին, ջարդես դեպի ներքև, իսկ demand zone-ան ջարդում է դեպի վերև, այսինքն կանալից դուրս է գալիս դեպի long տարածություն, դեպի գնումներ։ Հիմա այսպիսի մի հատ հետաքրքիր լայվ խակ բացի մուտքի կետից, ինչպես հասկանանք դա ճիշտ demand zone է, թե կամ supply zone է։ Ուրեմն պետք է լինի range-ի 3 չափը, այսինքն պատկերացրեցիք, եթե այսքանը 3% է, ուրեմն իր այս դուրս գալը իմպուլսը այդ range-ից պետք է լինի 9%։ Այդ դեպքում մենք արդեն կարող ենք հաստատ ասել, որ սա supply zone է կամ demand zone է։ Նույնը վերաբերում է նաև demand zone-ին, այսինքն հասկացաք, եթե այս տիրույթը իրենից ներկայացնում է 3%-անոց range, ապա ջարդը պետք է լինի 9%, այսինքն 3 range դեպի վերև կամ դեպի ներքև։ Այդ ժամանակ արդեն մենք կարող ենք հստակ ասել, որ դա հենց այն զոնան է, որը որ մեզ հետաքրքրում է։ Հիմա մուտքի կետը։ Ուրեմն, եթե ուզում եք, որպեսզի demand zone-ան աշխատի գոնե մեծ հավանականությամբ, այսինքն 90%-ով, այստեղ նայեք մուտքի կետի ժամանակ մենք չենք ման գալիս ինչ որ հաստատումներ։ Հաստատումը կլիներ այն դեպքում, եթե այստեղ մակարդակը ջարդվեր դեպի վերև, նոր այստեղ դուք մուտք գործեիք, բայց ինչի այստեղ դուք չեք սպասում այդ հաստատմանը, քանի որ մենք արդեն ունենք շատ մեծ հստակ գլոբալ հաստատում, որ demand zone-ան դուրս է բրծել ու ջարդել է supply zone-ային։ Այսինքն ինքը շատ հզոր զոնա է, ինքը ուրեմն երեք չի այստեղ, նայեք, ուրեմն այստեղ ինչ է կատարվում, այստեղից մարդիկ long են անում, այստեղից short։ Ճիշտ է, կանալի մեջ, range-ի մեջ ոնց են trade անում, վերևից short, ներքևից long։ Հիմա նայեք, այստեղ ով որ short արի, այստեղ stop ունի։ Հիմա ինքը դուրս է բրծնում այդ range-ից, ջարդում այդ բոլոր stop-երը հերիք չի, նա դեռ բարձրանում է supply zone-ը, որտեղ որ մարդիկ դրել են short գործարքներ stop-երը այստեղ ու նույնիսկ ներքև, ինքը հերիք չի demand zone-ի stop-երն հավաքում, մի հատ էլ բարձրանում է supply zone-ի stop-երն է հավաքում, պատկերացրեցիք, այսինքն այստեղ կռուպնի խաղացողը կամ բանկերը, չգիտեմ, իրանք շատ հստակ պլան ունեն վերցնեն ձեր փողերը, ինչի համար, ոչ թե իրանք ուզում են, որ դուք stop-ով դուրս գաք գործարքից կամ եւ այլն, իրանք ուղղակի մեծ քանակով են գնում ակտիվները, իսկ մեծ քանակով ակտիվներ գնելու համար պետք են հավաքել stop-եր, այսինքն իրանք պետք են վաճառող, եթե իրանք գնում են, հասկացաք, իսկ երբ որ դուք դնում եք stop, կրկնեմ եւս մեկ անգամ, դուք վաճառում եք այդ stop-ով, ավտոմատ կերպով դուք բիրժային կամ ձեր բրոկերին ասում եք, որ երբ գինը հասնի այստեղ, մի նայեք, ես դուրս եմ գալի խաղից, թե չէ, ինձ ավտոմատ հանեք, այսինքն դուք ավտոմատ արդեն վաճառք եք դրել այդ գնի վրա, հասկացաք, այսինքն եթե այստեղ գինը 70 է ու դուք stop եք դրել 70-ի վրա, դուք հրահանգ եք ուղարկում բիրժա, որ ես պատրաստ եմ 70-ով վաճառեմ, ու այդ ժամանակ կռուպնի խաղացողներին պետք է այդ 70-ով գնեն։ Իսկ ումից գնեն, այն մարդկանցից, ովքեր այստեղ stop են դրել ու ավտոմատ իրանք վերցնելու են այդ բոլոր շուկայական օրդերները։ Հիմա իրանք գնում են այստեղ, հերիք չի բարձրանում են վերև, նաև գնում են այս ամենը, որը որ մարդիկ ստոպերը իրանց դրել են այդտեղ, պաշտպանել են իրանց։ Դրանով իսկ արդեն այս զոնան ուժեղանում է, demand zone-ը, բայց այստեղ կա նաև այսպիսի բան։ Այսպիսի demand zone-ը սխալ է, քանի որ չի ջարդել supply zone-ան, այստեղ, պլյուս հնարավոր է նաև որ փոխի շուկայի ուղղությունը։ Այո,
Հիմա պատկերացրեցիք, չէ՞, եթե ուշադիր եկել է market structure դասընթացին, նայեք շուկան բարձրանում է ու ձևավորում է նոր պիկեր։ Բարձրանում է։ Ու հիմա այստեղ գլխավոր պահը նա է, որ եթե ջարդեց այս պիկը ու մարմնով փագեց, ուրեմն ինքը ձևավորեց նոր մաքսիմում, այսինքն բարձրացավ, իջավ, բարձրացավ, իջավ, բարձրացավ, իջավ, բարձրացավ, իջավ ու նորից բարձրացավ այստեղ ձևավորելով պիկ։ Հիմա այստեղ ինքը պիկ չի ձևավորել եւ շատ հնարավոր է իջնելուն պես ինքը ջարդի այս զոնան եւ շուկան բարձրացող թրենդից փոխի դեպի իջնող, այսինքն այստեղ մուտք գործելը սխալ է, քանի որ դուք չունեք անպատասխան հաստատումներ մուտք գործելու համար։ Հա, հնարավոր է ինչ-ինչ պատճառով հարվածի ու բարձրանա վերև, բայց դա չի նշանակում, որ այդ գործարքը բաց թողնելուց հետո դուք պետքա փոշմանեք, որ ինչի գործարքի չմտաք։ Դուք ճիշտ եք արել, գործարքի չեք մտել, որովհետև դա կդառնար արդեն կազինո։ Դուք չունեք տվյալ հաստատում։ Նայեք, ինքը դուրս է եկել դիմանդ զոնայից, ջարդել է, իջել է ներքև։ Այստեղ ինքը ոչ մի բան չի արել։ Այստեղից իջել է։ Հիմա այստեղ կարող է հազարատ բան տեղի ունեցած լինի, կարող է լինի մանիպուլյացիա խոշոր խաղացողի կողմից, որը փորձում է իջնի ու վերցնի այստեղ ձեր ստոպերը։ Կարող է լինել այսպես, որ այստեղ դրված են մեծ քանակով լիմիտ օրդերներ, շուկան չի կարողացել ջարդի այդ օրդերները ու long trade-ից, բարձրացող trend-ից իրենք արդեն փոխվում են, trader-ները որոշել են այստեղ բացեն short, այսինքն շուկան արդեն գնում է դեպի վաճառքի trend, հասկացաք, այսինքն փոխում ուղղությունը, ուզում է իջնի։ Ու դրա համար այստեղ մոտ գործելը սխալ է։ Հուսում եմ դա հասկանալի էր, հեսա ավելի ռեալ օրինակներով կբերենք, որ հասկանանք։ Fair value gap, imbalance։ Ինձ թվում է բոլորը դեռ գիտեք imbalance-ը ինչ է, ով գոնե մի երկու վիդեո նայել է trading-ի մասին, գրաֆիկա բացել է, ստուգել է։ Ուրեմն imbalance-ը ոնց է առաջանում, օրինակ իջնողը իջավ, այստեղ ունենք մեծ կարմիր մոմ, իջավ ու այստեղ ամրապնդվեց։ Հիմա այս արանքը կոչվում է imbalance կամ fair value gap անգլերենով։ Սա ուշադրություն դարձրեք, օրական 4 ժամանոց կամ 1 ժամանոց imbalance-ն է, այսինքն միշտ ձգտեք մեծ fair value gap-եր վեկալեք, մեծ time frame-ով։ Ես ընդհանրապես վերցնում եմ օրական կամ 4 ժամ, նույնիսկ 1 ժամը չեմ վերցնում։ Ինչևիցե, հիմա ի՞նչ է նշանակում այստեղ ու այս նշանը որ դրել եմ, այսինքն էսի ճիշտ fair value gap-ը։ Շատերը ասում են, որ fair value gap-ը պետք է լինի կարմիր, մեծ կարմիր ու կանաչ։ Ոչ, կարա լինի կարմիր, կարմիր ու կարմիր։ Կարա լինի կանաչ, կարմիր, կարևոր այս մեծ կարմիր մոմն է։ Հիմա ինչ է սա իրենից ներկայացնում։ Եթե օրական գրաֆիկայում դուք տենում եք այսպիսի պատկեր, անմիջապես դրանից հետո time frame-ը փոխեք, մտեք օրվա ներս, այսինքն այստեղ նույնիսկ կարող եք մի ժամ դնել, 1 ժամ, կես ժամ, 15 րոպե, 5 րոպե ու տեսեք թե այդ fair value gap-ը օրվա ներսից ինչ է ներկայացնում իրանից։ Նայեք, հիմա այստեղ կատարվել է մենակ short-էր։ Ինչ է սա նշանակում, որ այստեղ գնման գործարք չի կատարվել, այստեղ կարելի ասել ընդհանրապես գործարք չի կատարվել։ Սաղ ջարդելով իջել է, այսինքն այստեղ գնորդ չի ելել, բոլորը վաճառել են, բոլորը։ Հիմա որպեսզի շուկան այս տիրույթը դատարկ չթողի, ինքը վերադառնում է այստեղ, հարվածելուն պես իջնում է ներքև։ Լինում է նաև որ մտնում է այս տիրույթ, վերցնում է այստեղ ինչ որ գործարք է կատարում, նոր իջնում է ներքև։ Իսկ սխալ fair value gap-ը այս է։ Երբ որ օրականով դուք գտնում եք fair value gap, այսպիսի մեծ, մտնում եք օրվա ներս ու տեսնում եք, որ օրվա ներսում այսպիսի պատկեր կա։ Սա նշանակում է, որ այս fair value gap-ի մեջ գործարքներ է կատարվել, վաճառվել է, գնվել է, վաճառվել է, գնվել է, նորից կրկին վաճառվել է։ Այսա սխալ fair value gap-ը, սա հենց այն է, ինչի մասին չեն խոսում շատերը։ Հասկացաք, ձեզ զուտ բացատրում են ինչ է pattern-ը ու սա տենալուց հետո պետք է մտնեք long կամ short, ոչ, նայեք, հասկացեք ինչը դա, ուսումնասիրեք, գրաֆիկաները, չգիտեմ, զոբրի տարեք, այսպես ասած։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես այս դասից հետո մինիմում 2 շաբաթ գրաֆիկաներեք նայում, փնտրում եք fair value gap-եր, order block-ներ, demand եւ supply զոնաներ, ստուգում եք, թեստավորում եք, մակարդակներ եք գծում։ Ես ի սկզբանե ասել էի մակարդակի դասընթացից հետո, որ ձեզ մինիմում 1 ամիս պետք է որ դուք մակարդակներ գծեք, հասկանաք, որ գնի ժամանակ ինչ է կատարվում, որ զոնայում, որ տիրույթում ինչ ռեակցիա է տալիս գինը։ Այսինքն Ժորժ ջան, ձեզ նորից բացատրեմ, դուք ինչքան էլ սովորեք, թեկուզ այն ինչը ես ձեզ մատուցում եմ անվճար, կամ չգիտեմ, գնաք ինչ որ մեկի մոտ սովորելու, դա ձեզ չի օգնելու։ Ձեզ օգնելու է միայն ձեր սովորելը, հասկացաք, ինքնակրթվելը, այսպես ասեմ։ Նայեք, հասկացեք ինչ է սա, այն ինչը որ ես ձեզ հիմա բացատրում եմ, այս ամեն ինչը հայկական շուկայում վաճառվում է, այսինքն այդ դասընթացները, ինչ որ ես ձեզ հիմա բացատրում եմ, այդ ամեն ինչը վաճառվում է։
100,000-ից սկսած 200,000, չասեմ արդեն անհատական պարապմունքների մասին, որոնք 350-400,000-ից պակաս գին չեն ասում։ Հիմա այս ամեն ինչը ձեզ հնարավորություն է տրվել սովորել անվճար։ Ես ունեցել եմ այդ հնարավորությունը, նայել եմ թե ռուսերենով, թե անգլերենով, որ ամբողջական պատկերը իմ համար հասկանալի լինի։ Հիմա կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, կան մարդիկ, ովքեր չեն ընկալում ռուսական կամ ամերիկական շուկան, թե ոնց են բացատրում իրանց, որտեվ իրանք էլ բացատրելուց տեղ բաներ կա, որ չեն ասում, որ իրանց կուրսերը վաճառ են, ես հասկանում եմ։ Իսկ այն ինչը ես ձեզ ասում եմ այն ինչը ես գիտեմ, այսինքն ոչ մի բան ես ձեզնից չեմ թաքցնում։ Հասկացաք, ու հիմա քանի կա այդ հնարավորությունը, դուք սովորեք։ Օրինակ, տեսաք fair value gap-ը։ Ահա, մեծ մոմը իջավ, ջարդեց, գտաք գրաֆիկայի մեջ, նշեք, անցեք ժամանոց, կես ժամանոց, 15 րոպեանոց, նայեք, տեսեք ինչ է կատարվում ու ինչ ձև է ռեակցիա տալի։ Կարեք այդ գործարքի մտնենք, թե չէ։ Այսինքն ձեզ միայն կօգնի ինքնակրթվելը։ Անընդհատ ամեն օր, հասկանում եմ, ձեզնից մարդիկ կան երևի աշխատում են, գործից հետո եկեք մի օգնեք, անընդհատ նայեք գրաֆիկաներ, գծեք, ջնջեք, չգիտեմ, դեմո հաշիվ, երբ ձեզ ասում են, որ պետք է դեմո հաշիվ չմտնեք, խաբում են։ Դա ձեզ ասում են նրա համար, որպեսզի դուք մտնեք իրական շուկա ու կորցնեք։ Ինչի՞, որովհետև այսօրվա դրությամբ կոնկրետ բոլոր կրիպտո բիրժաները այն մարդիկ, ովքեր trade դասընթացներ են վաճառում, իրենց հետ համագործակցում են։ Յուրաքանչյուր trading-ի ուսուցման ալիք մտեք ու նայեք այդ վիդեոյի տակ գտնվող իրենց այդ ապիսանին, որ գրել են, օրինակ ինչ են իրանք դասավանդում եւ այլն։ Ու երբ որ նայեք, ընդ ներքևը գրած է լինելու, օրինակ մենք համագործակցում ենք Binance-ի հետ, եթե ուզում եք Binance-ում ունենաք, չգիտեմ, փոքր միջնորդավճարներ կամ P2P գործարքներից ունենաք զեղչեր եւ այլն, մտեք մեր առաջարկած կոդով։ Իսկ այդ կոդը նրա համար է, որպեսզի այդ մարդիկ կլիենտներ բերեն բիրժա։ Հասկացաք, իսկ երբ որ ձեզ ասում են դեմո հաշիվ պետք չի, գոնե սկսեք $100-ից, օրինակ $50, դուք պատկերացնում եք ընդհանուր բոլոր trade դաս տվողները, եթե հավաքվեն ու իրանց աշակերտները բոլոր այդ գումարները ուղարկեն բիրժա, այդ ինչ միլիոններ է կազմում։ Խոսքը մենակ հայկական trade դասընթացների մասին չէ, ռուսական, ղազախական, չգիտեմ, ամերիկական, գերմանական, բոլոր կրիպտո բիրժաների հետ համագործակցում են։ Ու բոլորը իրենց աշակերտներին խորհուրդ են տալիս, որպեսզի դեմո հաշվով trade չանեն, անցնեն իրական շուկա փոքր գումար, $50, $100։ Դուք պատկերացնում եք, քանի միլիոն մարդը բիրժային գումար նվիրում։ Ասում են ոչինչ, $100-ով մտեք, մեկը դուք այդ $100 սկզբից կորցնելու եք։ Պետք է կորցնեք, որ սովորեք։ Ու դուք կորցնելով նայեք, տեսեք ինչքան գումար եք տալիս բիրժաներին, նվիրաբերում։ Երբ չեք հասկանում գործից, գումար մի դրեք։ Մտեք դեմո հաշիվ, պարապեք, եթե մի քիչ արդեն վստահ եք ձեր ուժերի վրա, որ կարա գործարք բացեք, այդ ժամանակ նոր արդեն մտեք իրական շուկա ու գործարքներ բացեք։ Սա այսքանը, fair value gap անցանք, order block, ճիշտ order block-ը։ Ուրեմն նայեք, ունենք բարձրացող շուկա, ձևավորեց պիկ, իջավ, բարձրացավ, նայեք, այստեղ դեռ պիկ չկա ձևորված, էսի է, իջավ, ունենք մեծ մոմ, որը կլանել է այս մոմին, պլյուս այստեղ պոչով վերցրել է այս լիկվիդացիան, որը արդեն խոսում է նրա մասին, որ բարձրանում է վերև։ Նայեք, մուտքի կետը այստեղ չի։ Շատերը ասում են, հենց տեսակ order block pattern-ը մտեք, ոչ, չենք մտնում, բարձրացավ, ջարդեց մարմնով, փակվեց վերև, այսինքն ձևավորեց, նայեք, իջավ, բարձրացավ նոր պիկ, այ իջնելուն պես այստեղ պետք է մտնենք։ Այս է արդեն հաստատված order block-ը։ Հասկացաք, իսկ սա սխալ order block, այսինքն շուկան բարձրացավ, իջավ, ձևավորեց order block, բարձրացավ, այստեղ ոչ մի բան չի արել, իջել է ու այստեղ մտնում եք։ Այս ամեն ինչը ինչ է այստեղ կատարվում, սա միջին տիրույթն է, սա մեզ չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է մենակ boss-ը, բայց boss չկա, պլյուս լիկվիդացիա չի վերցրել։ Այս է լիկվիդացիան, այս փոչը։ Ոչ մի բան չի վերցրել։ Այս order block-ը մեզ չի հետաքրքրում։ Հույս ունեմ սրապահովել հասկացաք, հիմա անցնենք արդեն իրական շուկա, նայեք, ես այստեղ պատրաստել եմ ձեր համար ճիշտ order block-ներ, ճիշտ supply զոնաներ, ճիշտ demand զոնաներ, fair value gap-եր, Ethereum, ձեր կրիպտոն սիրած, որը ես ատում եմ։ Մոտիկացնենք։ Ինչ ունենք այստեղ, բարձրացող շուկա, trend, բարձրացավ, ձևավորեց պիկ, իջավ, բարձրացավ, ձևավորեց պիկ, նայեք, էսի կարա ընկալվի եւ demand զոնա եւ order block, ասեմ, որ order block-ն ու demand զոնան կարելի է նույնիսկ համարել իրար զույգ եղբայրներ, իրար նման են։ Ուրեմն, ինչ ունենք այստեղ, ինքը բարձրացավ վերև,
ջարդեց, իջավ, ունենք order block, իջավ, վերցրեց, բարձրացավ վերև, հաջորդը, իջավ, բարձրացավ, ձևավորեց boss, ով է ձևավորել boss, այս order block-ը, նայեք ինքն է ջարդել ու boss-ը ձևավորել, իջավ, վերցրեց, բարձրացավ, դնում ենք ինչ հեշտ է, իրականում սա, նորից եմ ասում, օրական գրաֆիկան է, փորձեք փնտրել order block-ներ ձեր 5 րոպեանոց ու 1 րոպեանոց time frame-ներում, time frame օգտագործում եք միայն բարձր time frame-ներ, փոքր time frame օգտագործում եք մուտքի կետի համար, հիմա նայեք այստեղ ինչ հետաքրքիր պահ կա, եւս մեկ շատ հզոր order block, որը նայեք քանի օր հետո է ձևավորվել, ուրեմն այստեղ ունենք բարձրացող trend, բարձրացավ, իջավ, նայեք, այստեղ ինչ կատարվում է, սա միջին տիրույթում գտնվող շարժն է, որը մեզ չի հետաքրքրում, բարձրացավ, իջավ, բարձրացավ, boss արեց, իջավ, բարձրացավ, կրկին այստեղ boss արեց, շուկան բարձրացող trend-ի մեջ է, ու այստեղ ոչ մի բան չունենք, ոչ բարձրանում է, ոչ ինչ նման, գտնվում է մեծ range-ի մեջ, ու այսի մեր protected low-ն է, այսինքն մեր պաշտպանված low-ն է, եթե այսի ջարդեց, կարելի է համարել չոջ ու համարել, որ շուկան բարձրացողից արդեն փոխվեց դեպի իջնող, ու նայեք, այստեղ անում է չոջ, մարմնով ջարդում է, ով է ջարդում, այս order block-ը, կարմիր մոմը կլանում է կանաչի, ու տեսեք ինչ սիրուն է խփում ու իջնում ներքև, օրական է, սա նորից եմ հիշեցնում, 33%, հասկանում եք, ճիշտ order block-ը ինչ ոնց ասեմ, հրաշքներ է գործում, ճիշտ է, դուք այստեղ երկար ժամանակ օրինակ պետք է սպասեիք, եթե դուք օրական գրաֆիկայով եք միայն աշխատում, օրինակ այստեղ քանի մոմ կա, 370 մոմ, այսինքն մոտ 10 ամիս, հա, 10 ամիս, եթե օրականով էսի հաշվենք, 10 չէ, կներեք, նույնիսկ տարի, համարյա տարի, բայց մի տարի հետո նայեք, ինքը 30 քանի տոկոս ձեզ շահույթ էր տալու, եթե դուք զբաղվեիք ներդրումներով, այսինքն ոչ թե օրվա ներսում trade-ով, այլ ներդրումներով, պատկերացրեք մի տարվա մեջ 33%, ու նորեկներին լավ իմանալով իրանք մտնում են մեծ պլեչոներով, եթե դրան մի 10-20x բազմապատկեն կհամարվեր մի 600%, կստանայիք գեր շահույթ, X-երի մասին հետո կխոսենք, լավ, հիմա խոսում ենք smart money pattern-ների մասին, ուրեմն supply zone-ը, ինչպես ասեցի, supply zone-ն ու order block-ը իրար նման, demand zone-ը, supply zone-ն ու order block-ները իրար նման են, ինքը նույն զոնաներն է, ոչ մի տարբերություն, եթե ասենք խորանանք մակարդակներով, որով որ ես աշխատում եմ, սա աջակցության մակարդակն է, դիմադրության, կներեք, սա աջակցության, եթե տենց հաշվենք, էլի, ինքը իրականում զոնաները ձեզ տալիս է միայն տարածություն մտածելու ու աշխատելու համար, որը որ մակարդակները չեն տալիս։ Так, ուրեմն ինչ ունենք այստեղ։ Սկզբից անցնենք այս demand zone-ին, հետո կհելնենք վերև։ Ուրեմն ունենք supply zone-ը, ջարդեց, նայեք, 1 2 3 բան ունի, պոտենցիալ ունի, այսինքն եթե սա 9% է, ինչքան է էսի 33, պատկերացնում եք, ինքը 3.5 անգամ այս range-ի չափով իջել է ներքև, էսի դաժե չեմ հաշվում, ինչ ունենք այստեղ, ունենք demand zone-ը, որը բարձրացավ, մտավ մեջը, իջավ, նորից բարձրացավ ու նայեք, այս պոչով ջարդեց, այսինքն по-любому ստեղ գործարք է բացել stop-ը ստեր դրել, վեկալել է, ուրեմն կարանք համարենք, որ այս demand zone-ն ջարդել է supply zone-ը, նայեք, նշել, գինը իջնելուն պես խփում է, հաստատում է ու տալիս է 1.3-ին գործարք, stop 10%, շահույթը 32%, 1.3.1-ի գործարք, սա նորից եմ ասում, Ռոժան, օրական գրաֆիկա է, այսինքն այս ամեն ինչը որ ես ցույց եմ տալիս օրականի վրա, դուք կարող եք նաև օգտագործեք մի ժամանոցի եւ 4 ժամանոցի վրա, բայց նորից եմ խնդրում, չօգտագործեք րոպեական գրաֆիկաների վրա, րոպեականը ինքը քաոս է, ինքը մանիպուլյացիաներով լի time frame-ները, ձեզ կարա անընդհատ հարվածի stop ու մի քանի stop հետո ես գիտեմ, ձեզ հիասթափություն է սպասվելու, այդ տեմպերով երկար trading-ով չեք զբաղվելու։ Հաջորդը ունենք supply zone-ը, եկավ, ունենք demand zone-ը, որը ջարդեց supply zone-ան, նայեք, իջավ, հարվածեց, տեսեք, չոտկի, այսպես, փոչով հարվածեց, տվեց 1.3.14-ի գործարք, 6.3 stop, համարյա 20% շահույթ, տեսեք ինչ հրաշքներ է գործում, եթե այս ամեն ինչը ճիշտ օգտագործեք, տրամաբանորեն օգտագործեք։ Հիմա այս ամեն ինչը նաև վերաբերում է հակառակ, այսինքն այն supply zone-ն, որը ջարդում է demand zone-ային, այ պատկերացրեք այս supply zone-ն եկավ ջարդեց demand zone-ային, բարձրանալուն պես հարվածելու պես էլի իջնելու է։
Այսինքն հակառակը էլի այն ինչ որ ես հիմա ցույց տվեցի, կարա կետի հակառակը անենք։ Հիմա fair value gap-երը։ Ահա։ Ունենք fair value gap, նայեք, մեծ մոմը ջարդվում է, իջնում է։ Ու այստեղ նշել եմ, որ այս fair value gap-ը ճիշտ է աշխատել։ Ինչի։ Անցնում ենք 1 ժամանոց։ Ահա։ Ուրեմն նայեք այստեղ գործակ չի կատարվել։ Մենակ իջել է։ Հասկացաք, այստեղ գնորդ չի ելել։ Ինքը ջարդել է ու իջել է։ Եթե դուք աշխատեիք 1 ժամանոցով, կարայիք մտնեիք այստեղ։ Բայց եթե չեք մտել, թե ոնց որ նույնպես հարվածել է, հա, եթե օրականով նայենք։ Ահա։ Կարայիք մտնեիք այստեղ։ Իսկ այն fair value gap-երը, որը չի աշխատել, ահա, օրինակ IC մեծ հավանականությունը որ չի աշխատել։ Այս պատկերը կարեք screenshot անեք։ Ethereum գինը 1880 եւ գինը 1954։ Այսինքն կարաք էսի screenshot անեք, պահեք, հիշեք ու երբ որ Ethereum-ը օրերից մի օր բարձրանա, եթե բարձրանա, էլի իհարկե, ու հարվածի այստեղ իջնի, կհիշեք այս պատկերը, որ էսի հավանաբար չաշխատող order block էր, fair value gap էր։ Ինչի՞, որովհետև ունենք այստեղ կատարած գործարք 1 ժամվա ընթացքում գնվել է ու իջել է։ Ու նայեք այս սրա փոչը։ Սա ասում է նրա մասին, որ ինքը ստե ստոպեր հավաքի, այսինքն այս մոմը մի ժամանոց ունի մանիպուլյացիա կատարած։ Հասկանու՞մ, այսինքն այստեղ գործարքներ ա եղել։ Ես սա արդեն որպես fair value gap չեմ հաշվում։ Նույնն էլ այս է։ Հիմա պատկերացրեք, այսքանը չկար։ Ունենք այստեղ fair value gap։ Տեսեք իջնում է, ջարդում է ու այսի fair value gap-ը։ Հիմա անցնում ենք մի ժամանոց, ինչի չի աշխատել, որովհետև այստեղ նույնպես գործարք է կատարվել։ Ու նայեք էլի նույն ձևի փոչով։ Եկել է, այս լիկվիդացիան է վերցրել, բարձրացել է, բայց էլի իջել է։ Բայց ամեն դեպքում այստեղ գործարք կատարվել է։ Հասկանում եք, իջել է, գնել է, լիկվիդացիա վերցրել, բարձրացել է, չի կարացել բարձրանա, շորտիստները, ով շորտ պոզիցիա է բացում, էլի ճնշել են, իջցրել են ներքև։ Դրա համար էլ նայեք, հարվածել է, իջել է, հարվածել է, բարձրացել է։ Հասկացաք, էս էլ այսպես ասած լայվ խակ էլի։ Ինչի այդ fair value gap-ը չի աշխատում, իսկ մյուսը աշխատում է։ Իսկ ինչու վերաբերում է Ethereum-ին, եթե ձեզ հետաքրքրում է Ethereum-ի ճակատագիրը ոնց կլինի, ուրեմն ստեղ ունենք զոնա համար 1 $1540 համարյա, ունենք երկրորդ մակարդակը, որը ոչ մի ձև չեն ջարդում $1551 սահմաններում, այստեղ եւ ունենք լիկվիդացիա, որը նայեք IC չի վերցրել, ուրեմն այստեղ դեռ գումար կա, հնարավոր է իջնի եւ վերցնի։ Դե ես արդեն ասել եմ իմ դիրքորոշումը կրիպտոյի վերաբերյալ, որ ես այն տեսնում եմ անկման փուլում, որ դեռ իջնելու է, ու եթե հիշում եք, մենք լավ սրանք թողենք, հետո երևա էլի ոնց է աշխատում։ Եթե հիշում եք Bitcoin-ը, ես ասել եմ, որ բացում ենք short պոզիցիա ու բացել ենք, ունեցել ենք այսօր շահույթ, բայց հիմա էլի գինը բարձրանում է վերև։ Եթե նայենք 4 ժամանոցով, ինչ է այստեղ կատարվում, ոչ մի բան։ Ուղղակի փորձում են ջարդեն այս զոնան, որը դեռ չի ստացվում։ Չի ստացվում, ասեմ, զուտ նորությունների ֆոնի վրա, քանի որ թե Տրամպը, թե Պարսկաստանի կառավարությունը խաղեր են տալիս, բոլորին աչուձախ խաբում են, գցում են, այսօր շուկայում ամենամեծ մանիպուլյատորները իրանք են։ Բայց ստոպը դրել ենք ապով տեղ, այս լիկվիդացիայի վերևը 62000 գնային սահմանում, որը որ դժվար թե ջարդի, հնարավոր է ջարդի, բայց ջարդելու դեպքում ունենալ ենք 5% կորուստ եւ այնպիսի գումար ենք դրել, որ կորցնելու դեպքում այդքան էլ չզղջանք մեր կատարած գործարքի համար, ու ճիշտ ասած պոտենցիալն էլ եթե շահենք, ես ինչ մեծ բան չենք շահելու։ Ես վերջերս շատ եմ խոսում շուկայում այս 55000-ոց զոնայի մասին, որ գինը կարա հասնի 55000-ոց զոնա, ինչ են իրենք հաշվի առնում ստեղ այս իմբալանսները, fair value gap-երը, որ ես չէի հաշվի, որովհետև իրանք արդեն կորցրել են իրանք ուժը, սրանք օգտագործված զոնաներ են բոլորը։ Ստե ունենք էլի լիկվիդացիա 52000-ի սահմաններում, ստեղ ունենք 55000-ի սահմաններում։ Շատերը խոսում են այս զոնայի մասին հենց, այսի կապույտով կնշենք, որ հիշենք այս զոնայի մասին ու տենանք թե ստե ինչա կատարվելու։ Պրինցիպի, եթե մեր բացած պոզիցիայի գինը իջնի հասնի այստեղ, մենք կարող ենք ստոպը զրոյացնենք ու որոշ մի մաս կանխիկացնենք, որպեսզի
գործարքը չկորցնենք կամ նույնիսկ 0-0 դուրս չգանք, էլի, որովհետև ժամանակը սոժը ափսոս է, էլի։ Так, ստե Ethereum-ի վրա ենք գծել։ Այս Ethereum-ը այսպես անենք, ավելացնենք այստեղ, որպեսզի հետագայում հիշենք, էլի, ինչ ենք արել, ինչ զոնաներ ենք նշել։ Խոսանք արդեն, երբ որ այս զոնաները ջարդի։ Այսքանը Ժորժ ջան, հույս ունեմ, որ այս ներկայացրած փաթերների դրամաբանությունը մուտքի կետը ձեզ ինչ որ ձևով կօգնի, կրկնում եմ եւս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ ուղղակի անընդհատ բացեք գրաֆիկաներ, նայեք այն ինչը որ սովորել եք, թե ինձնից, թե ձեր դասատուներից, թե YouTube-ով այլ վիդեոներ եք նայել, տեստավորեք, բացեք գրաֆիկաներ, ջնջեք, գծեք, փորձեք իմիտացիա անեք, իբրև գործարք եք բացում, եթե բացեիք, որտեղ կդնեք պրոֆիտը եւ այլն, մինչեւ չփորձեք, մինչեւ չմտնեք իրական շուկա, մինչեւ իրական փորձ ձեռք չբերեք, ձեզ մոտ չի ստացվելու։ Կա, չէ՞, sense մի հատ հետաքրքիր 2 րոպեով խոսանք, ավարտեմ տեսանյութը, կա, sense մի հատ հետաքրքիր, ոնց ասեմ, արդեն դարելա ցիտատա, հա, որ բոլորը խոսում են թրեյդերների 95%-ը կորցնում են, բայց դուք ձեզ ինքներդ ձեզ հարց տվել եք ինչի են կորցնում։ Ասեմ պատճառը, որտեղ թրեյդերների 95%-ը չեն սովորում։ 1, 2, 3 ամիս սովորելուց հետո իրանք բացում են գրաֆիկական պատկերը ու արդեն իրենց վրա վստահ լինելով բացում են գործարքներ։ Դրա համար կորցնում են։ Հիմա ինքներդ ձեզ հարց տվեք։ Ինչի են մարդիկ գնում բժշկական համալսարան սովորում 10 տարի մոտ սովորելուց հետո եթում հիվանդանոց փորձառու բժիշկների մոտ օգնական աշխատում, փորձ ձեռք բերում, նոր արդեն անցնում հիվանդանոց աշխատելու որպես բժիշկ։ Կամ նույն փաստաբանները 4-5 տարի իրավագիտություն են սովորում, հետո տարիներով դատավորների օգնականներ են աշխատում, թղթեր են տանում, բերում այնքան, մինչև փորձ են ձեռք բերում, դառնում են փաստաբան օրինակ դառնալուց հետո սկսում են գործեր անել, այսինքն դատարաններում դատի ժամանակ շահել, պարտվել, չգիտեմ, եւ այլն, նոր արդեն դառնում են իսկական իրավաբան։ Հասկանում եք ինչ եմ ուզում ձեզ ասել, ձեզ պետք է ուղղակի ժամանակ, առաջ մի ընկեք ժամանակից, ձեր գումարները մի դրեք ու մի կորցրեք անկապ այդ կրիպտո բիրժաներում, თუ չլինի կրիպտո բիրժա, ալնի ուրիշ մի հատ բրոկերական օֆիս։ Մի մտեք շուկա, եթե դեռ չեք սովորել տրամաբանական ինչ-որ բաներ, օրինակ փաթերներ, օրինակ այս օրդեր բլոկը, եթե դուք սրա մասին չգիտեք, ուրեմն դուք իրավունք չունեք մտնել շուկա։ Սովորեք մի հատ բոլոր այդ ամեն ինչը, մակարդակներ, ATR, գինը ինչի է հելնում վերև, ինչի հիման վրա է իջնում ներքև, նորությունների վերլուծություն եւ այլն, այդ ամեն ինչը սովորեք։ Դեմո հաշվի վրա փորձեք։ Հետո արդեն ձեզ սովորացնելու եմ, թե ինչպես պետք է անցնել չելենջներ պրոպ ֆիրմաներում։ Կմտնեք պրոպ ֆիրմա, չելենջների միջոցով փորձ ձեռք կբերեք, անընդհատ չելենջ անցնելու վրա իջնելու եք, անցնելու եք, իջնելու եք, չգիտեմ, երկար ճանապարհ է ձեզ սպասում։ Այսինքն 3-4 ամիս սովորելուց հետո ձեզ մինիմում 1.5-ից 2 տարի պետք է, որ դուք փորձ ձեռք բերեք, ու դրանից հետո դա դեռ երաշխիք չի, որ ձեր մոտ ստացվելու է։ Թրեյդերներ կան, որ 5-6 տարի հետո է իրենց մոտ թրեյդը ստացվում։ Դուք ուզում եմ ասեմ, մի մտածեք, որ դուք գիտնական եք, վունդերկինդ եք ու ձեր մոտ ստացվել է 5-6 ամսում։ Ոչ։ Եթե տենց մտածեք, դուք լինելու եք 95%-ի մեջ։ Այսքանը հույս ունեմ, որ այս դասընթացը ձեզ կօգնի եւս մեկ քայլ առաջ գնալ դեպի ձեր թրեյդինգ ապագան երազանքների կյանքը, չգիտեմ, սենց ասեմ երևի։ Այսքանը շնորհակալություն, կհանդիպենք մյուս տեսանյութերում։